Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Խորհրդարանականներն այսօր ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրեցին խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Ռուբինյանին կողմ քվեարկեց միայն քաղաքացիական պայմանագիրը։ Ուժեղ Հայաստանը քվեարկությանը մասնակցեց եւ դեմ քվեարկեց Հայաստան խմբակցությունը առհասարակ քվեարկությանը չմասնակցեց։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահ։ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցը խորհրդարանում քննարկվեց 2 օր։ Այս ընթացքում падգամավորները թե հարցերով, թե հայտարարություններով անդրադարձան նրա կենսագրությանը, նաև նրա ընտանիքի անդամներին։ Եղան ակնարկներ, որ Ռուբինյանի եղբայրը հնարավոր քաղաքական հովանավորչության արդյունքում է հայտնվել այնպիսի ընկերությունների խորհուրդների կազմերում, որտեղ պետությունը շահաբաժին ունի։ Քաղաքական հովանավորչության խնդիր չեք տեսնում, պարոն Ռուբինյան։ Դուք պետք է այս ամբյոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գնացում գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։ Եզրափակիչ ելույթում արդեն Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց Աննա Գրիգորյանին, անդրադարձավ նաև իր եղբոր վերաբերյալ Գրիգորյանի պնդումներին, հայտարարեց, թե իր եղբայրը բանկային համակարգում աշխատել է 2007 թվականից եւ մինչեւ օրս էլ այդ համակարգում է։ 2017 թվականի դրությամբ, երբ որ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրը Ինեկո բանկի գործառնական տնօրենն էր եւ վարչության անդամ։ Եվ ստանում էր ավելի բարձր աշխատավարձ, քան դուք հենց հիմա ստանում եք, Տիկին Գրիգորյան։ Ընդդիմության եւ իշխանության միմյանց ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդումների հետ կապված թե 3 թե այսօր շարունակվեցին քննարկվել։ Ռուբեն Ռուբինյանը 3 հիշեցնում էր, թե քաղաքական հետապնդումներ եղել են նախկինում, բերել էր իր հոր օրինակը, որին ԱԱԾ-ից հրավիրել էին եւ 3 ամիս նա չէր վերադարձել։ Ռուբինյանը նշել էր, թե ինքը այն ժամանակ 18 տարեկան էր։ Գիտեք, երբ որ դուք ասում եք, որ 18-ամյակս առանց հայրիկի եմ դիմավորել, նստած գիտեք ինչ էի մտածում։ Նախ մի բերեք էլ այս օրինակը, գիտեք ինչի, որտեվ դուք հավակնում եք ազգային ժողովի նախագահի պաշտոնին, բարձր պաշտոնի, բայց դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք, որի պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան։ Մի բերեք այդ օրինակը այլևս։ Ելույթների փուլում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր առաջին ելույթը ունեցավ եւ թեև հարցի քննարկումը վերաբերում էր ազգային ժողովի նախագահի ընտրությանը, սակայն Նարեկ Կարապետյանի ելույթը ավելի ընդհանրական էր, տարբեր խնդիրներից խոսեց Կարապետյանը, անգամ առաջարկով հասցրեց հանդես գալ, ըստ էության պնդելով այն առաջարկը կամ այն օրակարգը, որ իրենք ունեին դեռևս նախընտրական փուլում, նրանք նախընտրական փուլում խոսում էին իշխանության գալու դեպքում, ինչպես իրենք այսօր ձևակերպեցին Հակաս Սաֆարովյան օրենք ունենալու մասին եւ այդ առաջարկը այսօր նաեւ խորհրդարանում հնչեցվեց։ Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Ընտրվելուց հետո արդեն Ռուբինյանին լրագրողները այս առաջարկի վերաբերյալ հարց ուղղեցին, սակայն ազգային ժողովի արդեն նոր ընտիր նախագահը ասաց, որ քանի դեռ չկա նման օրենսդրական նախագիծ եւ այդ առաջարկությունը չունի մանրամասներ, դեռ հայտնի չեն այդ մանրամասները, հրաժարվեց մեկնաբանել եւ այդ առաջարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնել։ Փոխարենը Ռուբեն Ռուբինյանը կրկին պնդեց, որ մտադիր է շարունակել եւ պահել այն կարգուկանոնը, որ ըստ իրեն հաջողվել է երեկվանից հաստատել խորհրդարանում։ Բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը եւ խմբակցությանը, այսինքն ես միայնակ չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության
որոշումը։ Մինչև այս ՔՊԱ-կանները ընտրությունից հետո պարբերաբար իրենց ելույթներում եւ հայտարարություններում ընդդիմադիրներին զգուշացնում էին, որ նրանց խորհրդարանում քաղաքականապես ոչնչացնելու են։ Ազգային ժողովի նորընտիր նախագահը մինչ այս զբաղեցրել էր փոխոսնակի պաշտոնը, զուգահեռ նաև ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առնվազն 4 տարի Ռուբինյան այդ աշխատանքը կատարել է, ըստ էության այս տարիներին ձեռք բերված ամենագլխավոր պայմանավորվածությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջև այն էր, որ պետք է բացվեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ պայմանավորվածությունը մինչ այժմ թղթի վրա է։